Apple Art-ը այսօր կրկին մեզ ոգևորել է, որովհետև մենք կրկին այստեղ ենք ցուցասրահում եւ ըմբոշխնում ենք Ժանսեմի եւ Գարզուի ինքնատիպ արվեստը։ Արա այսօր յուրաքանչյուր հայ հպարտության զգացումով եկել է ցուցասրահ, որի համար շնորհակալ ենք։ Ինչով է այսօրվա ցուցահանդեսը տարբերվում, ինչով է այն յուրօրինակ։ Պետք է ասել, որ մենք տարիներ ի վեր հավաքածոմ ունենք Ժանսեմի եւ Գարզուի գործերու, սկսած յուղաներգերը, մինչեւ չրաներկ, մինչեւ լիթոգրաֆներ եւ ամեն տարի, ամեն արիթով մենք կչանանք այդ հավաքածոն ջոխացնել եւ հարստացնել։ Ասի մեր կրնամսել հարավային Կալիֆոռնիա 5-րդ ցուցահանդեսն է, առաջինը շատ մեծաթիվ ներկայությամբ եւ մեծականակ արվեստի գործերով ներկայացված էր։ Ժանսեմի որդու ներկայությամբ։ Ժանսեմի որդի ներկայ էր, Դրանից հետո մենք նաև արիթ ունեցանք երկրորդ ցուցահանդեսը կազմակերպելու միայն Ժանսեմի գործերու, ուր եւս ներկա գտնվեցավ Ժանսեմի որդին, իսկ այս մեկը յուրահատուկ է այն իմաստով, որ նվազագույնը 40-ն 50% այս ցուցադրված նկարներու մեր հավաքածոյի վերջին հավելումի մաս կգազմե եւ ասկի առաջ ցուցադրված չեն հարավային Կալիֆոռնիա մեջ հուսով եմ որ ներկաները մեծ ուրախությամբ եւ մեծ հետաքրքրությամբ պիտի հետևին եւ լավագույնս ըմբոշխնեն այս սերնարգը Այսօր Գլենդելում տոն է։ Այո, ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ Գլենդելը նորից է ներկայացնում այսպիսի ցուցահանդես, երբ Գարզուի մասին ենք խոսում, երբ Ժանսեմի մասին ենք խոսում, իրենք աշխարհահռչակ նկարիչներ են, անշուշտ ֆրանսահայ, բայց պատկանում են բոլոր հայությանը եւ իրենց արվեստով բոլոր աշխարհին։ Շատ է ոգևորում մեզի այն փաստը, որ երեք ցուցահանդեսներ որտեղ են ունեցել, իմիջիայլոց Ամերիկայում ամենամեծ ցուցահանդեսները այս երկու սեփական գործերի հենց Գլենդելում են եղել։ Մենք գնահատում ենք, որ Ավետիքյանը որոշել է այս երկու նկարիչների աշխատանքները ցուցադրել, նրանք որ ծանոթ չեն Գարզուին եւ Ժանսեմին, պետք է ճանաչեն, գան, տեսնեն, երբ որ տեղի կունենա այս ցուցահանդեսը եւ այն աշխատանքները, որ այստեղ են հիշեցնեմ, որ իրենց աշխատանքները ամենահայտնի թանգարաններում են կախված եւ ինչպես նշեցինք, իրենք այո հայ են, բայց աշխարհահռչակ նկարիչներ են, ինչպես մենք ունեցել ենք անշուշտ Այվազովսկի եւ այլն Սարյան, այդպես էլ Ժանսեմ եւ Գարզուն են։ So մենք ուրախ ենք, որ Գլենդելում է եւ կաչալերում բոլոր գան եւ տեսնեն։ Ժանսեմի մոտ
իր արտահայտչական միջոցը ոչ միայն գիծն է, նաև գույնը եւ այդտեղ ավելի հրաշալի են հնչում իր ստեղծագործություններ, այն կերպարները, որոնք նա ցանկանում է ներկայացնել։ Հիացած եմ եւ տպավորված հանճարեղ այս գործերով, որոնք աշխարհահռչակ ֆրանսիահայ մեր նկարիչների գործերն են, որոնք իրոք գլուխգործոցներ են, նաև շատ հաճելի է եւ հիանալի մեր հայ համայնքի արվեստասեր հասարակության այս ակտիվությունը, շնորհակալություն բոլորին, շնորհակալություն նաև ցուցահանդեսի կազմակերպիչներին։ Թերևս Լոս Անջելեսում մի հարկի տակ այսքան մեծ կոլեկցիա առաջին անգամ ենք տեսնում Գարզոյից եւ Ժանսեմից, նամանավանդ Ժանսեմից, որ ես ապրում եմ իրանով։ Այսօր ուրեմն շատ լավ առիթ է ընձեռնված մեզ բոլորից մեկ հարկի տակ տեսնել նշանավոր հայ նկարիչների, ֆրանսահայ նկարիչների Գառնիկ Զուլումյանի եւ Հովհաննես Սեմերջյանի Ժանսեմի աշխատանքները, գրաֆիկ աշխատանքները։ Ինչպես տեսնում եք, այստեղ այս ցուցահանդեսը առանձնանում է նրանով, որ ներկայացված են ոչ միայն ջրաներկ աշխատանքներ, լիտոգրաֆիաներ, յուղաներկ աշխատանքները, այլև նրանց երկուսի վաղ շրջանի աշխատանքները, որոնք երբևէ ցուցադրված չեն եղել կամ քիչ հրատարակված են եղել։ Սա դրանով առանձնանում է ցուցահանդեսը։ Ուրեմն ստեղծագործական ամբողջ փուլը անցել է Ֆրանսիայում, Փարիզում մասնավորապես, երկար ստեղծագործական փնտրտուքների միջով անցնելով կարողացել են ունենալ իրենց սեփական արտահայտչամիջոցը, սեփական լեզուն, երկուսի մոտ էլ ինչպես տեսնում եք գերակշռում է գիծը, նաև կարող ենք ասել, որ երկուսն էլ գրաֆիկայի մեծ վարպետներ են, բոլոր լիտոգրաֆիաներում և յուղաներկ աշխատանքներում տեսնում ենք տարբեր տեսակի համադրումներ, ինչը օրինակ տեսեք այս երկու աշխատանքներում թվում է թե նույն գծանկարներն են, բայց երկուսն էլ արված են տարբեր մոտեցումներով, միտեղ Սալոմեա, այս երկու կիսադեմերը, միտեղ Սալոմեն է նկարված, մյուս տեղում ուրեմն երկնային դրախտ նկարաշարից ծաղկող դրախտ, այդպես է կոչվում այս աշխատանքը։
Շատ կուզենայի, որ այս երկու մեծանուն նկարիչները ցուցադրվեն Գեծի թանգարանում կամ շատ ավելի ուրիշ հայտնի ցուցասրահներում, որովհետև իրենց ժամանակին եւ մինչև այսօր էլ հիմա էլ ներկայացված են աշխարհի լավագույն տարբեր ցուցասրահներում, թանգարաններում։ Ու կուզենայի նույն ձև ինչի համար Գետի թանգարանում, որ ավելի լայն հասարակության համար ներկայացված լիներ այս աշխատանքները եւ հայ արվեստը կամ այս աշխատանքները տեսնեն։ Իրենք իրենց աշխատանք, օրինակ Գարզուն ինքի իր մասին իր մեմուարներում ասում է, որ իմ արվեստը պատկանում է ֆրանսիական կերպարվեստին, բայց ես ինքս իմ նկարչության մեջ մինչև վերջ մնում եմ հայ։ Արշալույժան, ուղղակի հիացած եմ, այսքան օրիջինալներ մեկ տեղ, այսպես փոքրիկ համես սրահում, բայց այսպիսի մեծ գանձ չէի տեսել։ Անշուշտ իհարկե, եթե գնանք, որ բոլոր Հոլանդի, բանի, բոլոր ցուցահանդեսներում եղել եմ, Վան Գոգի, մյուսների, Ռեմբրանդի, բոլոր ամենահսկայական հանճարեղ գործերը տեսել եմ, բայց մեր այսպիսի հավաքածու շատ անուշիկ, շատ գեղեցիկ է, հոյակապ է, ես իհարկե մտածում եմ Արայի հետ խոսեմ, տեսնենք ինչ կարող ենք անել, օրինակ ես պատկերը հոյակապ է և մի քանի հատ աչքիս առաջ ունեմ արդեն հետարքիր բաներ, շատ շնորհակալություն, որ հրավիրեցիր, այսպիսի գեղեցիկ բաներ պետք է շատ հաճախ կազմակերպել։ Apple Art-ին կրկին հաջողվեց, ներկայացնելով Գարզուի եւ Ժանսեմի ներաշխարհն ու փիլիսոփայությունը, ընդամենը մի քանի օրվա ընթացքում հարստացնել մեզանից յուրաքանչյուրի հոգեկան աշխարհը։